Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանների YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերճշգրիտ կանխատեսումներ, ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին։ Եվ իհարկե ալիքի էջերում առկա են կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար, ինչպես տարվա կտրվածքով, այնպես էլ ամսվա կտրվածքով։ Քիչ անց կներկայացնեմ մայիս ամսվա կանխատեսումները, սիրելի բարեկամներ, մայիսը բավականին բարդ եւ ճգնաժամային ամիս է, ըստ էության մայիսին շարունակվելու է այն ճգնաժամը ռազմաքաղաքական եւ տնտեսական, որը սկիզբ էր առել ապրիլ ամսին։ Եվ սիրելի բարեկամներ, նաև ուզում եմ ձեզ հիշեցնել, որ արդեն գործում էին պաշտոնական կայքը, որտեղ ամենօրյա ռեժիմով դուք կարող եք տեսնել, որ օրը ինչպիսի բարենպաստ եւ անբարենպաստ էներգիաներից է բաղկացած, օրվա որ հատվածը բարենպաստ է, օրվա որ հատվածը միջակ է, օրվա որ հատվածը անբարենպաստ է, եւ ըստ այդմ պլանավորել ձեր քայլերը ճիշտ, որպեսզի մաքսիմալ օգուտ կարողանաք քաղել դրական էներգիաներից եւ խուսափել բացասական ազդեցություններից։ Սիրելի բարեկամներ, մայիսը բարդ ամիս է եւ այդ բարդությունը պայմանավորված այն հանգամանքով, որ մայիս ամսվա ընթացքում ունենում ենք երկու լիալուսին, իսկ լիալուսինը միշտ ճգնաժամ է, լիալուսինը միշտ լարվածություն է, լիալուսինը միշտ ինչ որ խիստ ակտիվ էներգիաների ներգրավում է մեր կյանք, այնպես որ մայիսը այդ տեսանկյունից շատ էներգետիկ, այսպես ասած, լիցքավորված ամիս է լինելու մեզ մոտ եւ հենց սկսվում է մայիսը լիալուսնով, սիրելի բարեկամներ, մայիսի 1-ին Երևանի ժամանակով 21:22 տեղի կունենա առաջին մայիսյան լիալուսինը 11 աստիճան կարիճ կենդանակերպում, սիրելիներս, բավականին հետաքրքիր մորակային փոխհարաբերություններ, մորակային դիրքեր են այս լիալուսնին գործելու եւ այժմ կներկայացնեմ, թե ինչ է սպասվում կենդանակերպերին այս լիալուսնի հետ կապված։ Խոյերի համար բավականին ճգնաժամային է մայիսի առաջին երկու շաբաթները, որովհետև լիալուսինը հայտնվում է 8-րդ աստղատանը, մայիս 1-յան լիալուսին, 8-րդ աստղատունը դա էքստրեմալ իրավիճակներ են, առողջական խնդիրներ կարող են լինել ոչ միայն ձեր մոտ, սիրելի խոյեր, այլ նաև ձեր ընտանիքի անդամների մոտ, ֆինանսական ինչ-որ խնդիրներ, մեծ վարկեր եւ պարտքեր իհարկե մայիս ամսվա ընթացքում ցանկալի չէ վերցնել, չնայած գայթակղությունը մեծ է լինելու, որովհետեւ մայիսին արեգակը գտնվելու է խոյերի երկրորդ աստղատան, իսկ երկրորդ աստղատունը դա ֆինանսական եկամուտների, ֆինանսական հոսքերի տունն է եւ ավելի շատ գումար ունենալու մոլուցքը իհարկե խոյերին կարող է դրթել այնուամենայնիվ չմտածված քայլերի, այնպես որ պետք է շատ զգուշ լինել, բայց հնարավոր է, սիրելի խոյեր, մայիսի առաջին երկու շաբաթների ընթացքում աճեն ձեր զուգընկերների կամ գործընկերների եկամուտները, հնարավոր են ինչ-որ ստուգող մարմինների գործընթացներից, այս ստուգող մարմինների ինչ-որ այցելություններից նույնպես պետք է զգուշանաք եւ նաեւ ինչ-որ հատուցումներ կարող է նաեւ ստանաք մայիսի առաջի երկու շաբաթների ընթացքում, դա կլինի ապահովագրությունից կամ այլ սոցիալական ինչ-որ վճարումներ, բայց ամեն դեպքում 8-րդ տունը էքստրեմալ իրավիճակների տուն է, այսինքն կարիճը խոյի համար դա էքստրեմալ իրավիճակների տուն է եւ պետք է զգուշանալ չմտածված քայլերից, նաեւ զգուշանալ ճանապարհներին եւ խելահեղ ինչ-որ արկածախնդրություններից զերծ մնալ, սիրելի խոյեր, սիրելի ցլակներ, իհարկե մայիսը ձեր ամիսն է, ես շնորհավորում եմ բոլոր ցլիկներին, նաև այն երկվորյակներին, ովքեր ծնվել են մայիս ամսվա ընթացքում, մայիսի այսպես
երբ է արեգակը մուտք գործում երկվորյակներ, մայիսի 21-ից հետո արեգակը մուտք կգործի արդեն երկվորյակներ, մայիսի 21-ից հետո ծնված երկվորյակների նույնպես շնորհավորում եմ եւ ցլերի մոտ այս լիալուսինը հայտնվում է 7-րդ աստղատան, իսկ 7-րդ աստղատունը դա մեր զուգընկերների եւ գործընկերների տունն, այսինքն այն մարդկանց տունն է, ովքեր մեզ շրջապատում են, այսպես ասած, եւ այստեղ ցլերի մոտ իհարկե շատ ճգնաժամային իրավիճակ կարող է ստեղծվել գործընկերների զուգընկերների հետ կապված, կախված նրանից թե ինչպիսի փոխհարաբերությունների մեջ եք դուք ձեր գործընկերների կամ զուգընկերների հետ, իհարկե լիալուսինը գիտեք որ լուսավորում է եւ իր բավականին ինտենսիվ է, հատկապես մայիսյան լիալուսնի այդ էներգետիկան, մայիսյան առաջին լիալուսնի էներգետիկան, որտեղ մայիսի 1-ը դա պատահական օր չէ, այդ աշխատավորների տոնը, որը միջազգայինորեն նշվում է, դա պատահական ընտրված չէ, այդ ժամանակ միջնադարում այդ օրը Վալպուրգյան գիշեր էր, կոչվում իսկ ապրիլի 30-ի լույս 1-ի գիշերը եւ համարվում էր դա վհուկների հավաքի օր այդ եւ այսինքն մոգության օրեր մոգական էներգիա, այսինքն երկրի էներգիայի զարթոնքի օրեր, ինչ որ տարերային էներգիայի զարթոնքի օրեր, այսինքն շատ հին հեթանոսական հիմքեր ունի մայիսի 1-ը եւ իհարկե պատահական չէ, որ հենց այդ օրը նշվում է բանվորագյուղացիական այդ տոնը, հա, դա նույնպես պատահական եւ շատ զորեղ է էներգետիկան, բավականին ուժեղ է, այդ իսկ պատճառով համընկնում է իհարկե ցլի 10-11-րդ աստիճանի հետ եւ հատկապես եթե դուք ծնվել եք այդ օրերին մոտակայքում ձեր վրա նույնպես մեծապես կազդի այս լիալուսինը եւ ամբողջ տարվա ընթացքում կազդի, ինչու, որովհետեւ այդ ժամանակ, քանի որ դուք նշում եք ձեր արեգակնային վերադարձ, այսինքն մոտավորապես ապրիլի 29-ից մայիսի 3-ը ծնված այդ ցուլերի վրա, հատկապես մայիսյան առաջին լիալուսինը մեծ ազդեցություն կունենա ամբողջ տարվա մեջ, իսկ երբ որ մեր սոլարը, այսինքն արեգակնային վերադարձը համընկնում է լիալուսնի հետ, դա նշանակում է, որ մաքսիմալ հնարավորություններ են բացվում իրականացնելու մեկ տարվա ընթացքում ծրագրեր ու այդ ծրագրերը քանի որ 7-րդ տանն է այդ լիալուսինը հիմա կապված կլինեն ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ կախված նրանից թե ինչպիսին կլինեն ձեր հարաբերությունները, այսինքն պետք է ուշադրություն դարձնեք փոխհարաբերություն հատկապես եթե չեք ցանկանում ավելի վատացնել կամ խզել կապերը, ապա պետք չէ գնալ հատուկ սրացման սիրելի ցլեր եւ նաեւ ընդհանրապես նաեւ բացահայտ թշնամիների տունն է 7-րդ տունը նույնպես իհայտ կարող է գան այդ բացահայտ թշնամիները իրենց շատ անկանխատեսելի գործողություններով, բայց Փառք Աստծո Ուրանը անկանխատեսելի փոփոխությունների մոլորակ Ուրանը արդեն լքել է ցուլ կենթանակերպ եւ մուտք է գործել երկվորյակներ, այնպես որ այդ բոլոր վայրի վերումները այդ բոլոր, չգիտեմ, ինչ որ անկանխատեսելի զարգացումներ, կայծակնային զարգացումները, որը ցուլերին տանջում էին նախորդ 7 տարիների ընթացքում, այժմ արդեն մնացին անցյալում։ Երկվորյակների մոտ այս լիալուսին համընկնում է 6-րդ տան, այսինքն լուսինը հայտնվում է լիալուսնի պայն 6-րդ աստղատանը, որը նշանակում է, որ հիմնականում ուշադրությունը պետք է դարձնել ձեր առողջության վրա սիրելի երկվորյակներ, ընթացիկ աշխատանքային հարցերը կարգավորելու եւ առողջական հարցերը կարգավորելու վրա։ Պատասխանատվության խնդիր է դնում այս լիալուսինը, այսինքն պետք է դուք հասկանաք, արդյոք ցանկանում եք շարունակել այն պատասխանատվության բեռը, որը որ դուք կրել եք մինչ այժմ, 6-րդ տունը նաև պատասխանատվության մասն է, պետք է նաև շատ ուշադրություն դարձնել մայիս ամսվա ընթացքում երկվորյակներին առողջությանը, քրոնիկ եթե հատկապես հիվանդություններ ունեք, նույնպես պետք է շատ զգույշ լինել եւ աշխատանքային ոլորտում հնարավոր է նոր աշխատանք, հնարավոր է այն աշխատանքը, որ դուք կատարում եք, այլևս ձեզ չի բավարարում կամ ցանկալի չէ կամ ֆինանսական տեսանկյունից այնքան էլ բարենպաստ չէ եւ դուք արդեն ըստ այդմ պետք է կենտրոնանաք նաև այս ոլորտի աշխատանքային ոլորտի վրա խեցգետինների մոտ լիալուսինը բարենպաստ դիրքում է 5-րդ աստղատանը, սիրելի խեցգետիններ, սա բարենպաստ դիրք է երեխաների, հաճույքների, հանգստի եւ
բիզնեսի համար, ամենպես որ եթե պլանավորում եք հանգիստ, կարող եք հանգիստ մայիսի առաջին 2 շաբաթների ընթացքում մեկնել հանգստի, բարենպաստ է երեխաների հետ կապված հարցերը, խնդիրները կարգավորելու համար, ստեղծագործական նոր ինչ որ ծրագրեր իրականացնելու համար, նաև բիզնեսում նոր ծրագրեր իրականացնելու համար, ինչ վերաբերվում է առյուծիկներին, նամանավանդ խեցգետինների կենթանակերպում շարունակում է գտնվել մեծ երջանկության մոլորակ Յուպիտերը, առայժմս մինչև հունիսի վերջը, հիշեցնեմ սիրելի խեցգետիներ, Յուպիտերը ձեր իսկ էկզալտանտը, ձեր հովանավորներից մեկը գտնվում է ձեր կենթանակերպում բացառիկ բարենպաստ դիրքում, այնպես որ դերևս մինչև հունիսի վերջ շատ բարենպաստ շրջան է ինչ որ նոր ծրագրերի իրականացման, նոր ձեռնարկումների համար։ Առյուծների մոտ լիալուսին առաջին մայիսյան հայտնվում է 4-րդ աստղատանը, սիրելի առյուծիկներ, եւ գիտեք, որ 4-րդ աստղատունը կապված է ընտանիքի ծնողների հայրական տան լայն իմաստով հայրենիքի հետ։ Այսինքն այս հարցերի վրա պետք է շեշտը դնել, ուշադրություն կենտրոնացնել, արդյոք դուք ցանկանում եք ապրել ձեր տանը, որտեղ դուք ապրում եք ձեր հայրական տանը, թե ցանկանում եք տեղափոխվել այլ բնակավայր, անշարժ գույք հնարավոր է որոշեն ձեռք բերել առյուծիկները, նամանավանդ որ մեծ երջանկության մոլորակ Յուպիտեր արդեն հունիսի վերջում հայտնվում է առյուծ կենթանակերպ եւ բարենպաստ այսպես հովանավորչական իրավիճակ է ստեղծելու ձեր բոլոր ձեռնարկումների համար, սիրելի առյուծներ։ Կույսերի մոտ լիալուսինը հայտնվում է 3-րդ աստղատան, առաջին մայիսյան լիալուսինը եւ 3-րդ աստղատունը կապված է ճամփորդությունների հետ, շարժական գույք է, հնարավոր է նոր շարժական գույք ձեռք բերեք, սիրելի կույսեր։ Շփումների հետ է կապված, նաեւ մեր մոտակա միջավայրի հետ է կապված, այսինքն դա նշանակում է մեր բարեկամները, քույրեր, եղբայրներ, հարևաններ, կարճ ճանապարհորդություններ, շատ անհանգիստ ամիս է սպասվում կույսերին, շատ ակտիվ ամիս է սպասվում կույսերին եւ նոր ծանոթություններ են հնարավոր նաեւ մայիսի առաջին 2 շաբաթների ընթացքում։ Սիրելի կշերքներ, մայիսյան առաջին լիալուսինը հայտնվում է ձեր 2-րդ աստղատանը, իսկ 2-րդ աստղատունը իհարկե ֆինանսների տունն է, եկամուտների տունն է, ինքնագնահատականի տուն, այսինքն հնարավոր է մայիսի առաջի 2 շաբաթների ընթացքում կշերքները ունենան եկամուտների աճ կամ նոր եկամուտների աղբյուրներ ստեղծեն, կբարձրանա կշերքների ինքնագնահատականը եւ ամեն տեսանկյունից ֆինանսական առումով բարենպաստ շրջան է մայիսի առաջի 2 շաբաթները լինելու։ Կարիճների մոտ այս լիալուսինը հայտնվում է մայիսյան առաջին աստղատանը, հատկապես կզգան այս լիալուսինը այն կարիճները, ովքեր ծնվել են նոյեմբերի 1-ից 6 ժամանակահատվածում եւ գրեթե կյանքի բոլոր ոլորտների վրա մեծապես ազդելու է այս լիալուսինը կարիճների մոտ, առաջի տունը իր մեջ ներգրավում է այդ բոլոր 12 տների հատկությունները եւ երանգները, ինչպես անձնական կյանքը, այնպես էլ գործնականը, ֆինանսականը, այսինքն լուրջ տեղաշարժեր են սպասվում այդ բոլոր ոլորտներում։ Եվ աղեղնավորների մոտ այս լիալուսին այդմա 12-րդ տանը, որը գաղտնի թշնամիների մասին է խոսում։ Հնարավոր է ինչ-որ զարգացումներ արտասահմանում, թե փաստաթղթեր եք ձևակերպում, թե քաղաքացիություն եք ձևակերպում, թե ինչ-որ այլ գործունեությամբ եք զբաղվում արտասահմանի հետ կապված, շատ բարենպաստ զարգացումներ են սպասվում սիրելի աղեղնավորներն, բարենպաստ է ճամփորդությունները։ Մայիսին բարենպաստ է ճամփորդել, որովհետև մայիսը նաև մեզ մոտ օձի ամիսն է, մայիսի 5-ից հետո սկսում է օձի ամիսը, որը ճամփորդող ձի է, ըստ չինական մետաֆիզիկայի։ Բայց բացասական երանգավորումը կայանում է նրանում, որ օձի մեջ պարունակվում է մետաղը, իսկ մետաղը գիտեք, որ զենքի եւ պատերազմի խորհրդանիշն է, հնարավոր է նաեւ սրացումներ
տեղի ունենան սրացումներ նաև մայիսի ընթացքում ռազմաքաղաքական խիստ հավանական է։ Այս եղջյուրների մոտ այս առաջին մայիսյան լիալուսինը հայտնվում է 11-րդ տանը, որը խոսում է այն մասին, որ այս եղջյուրների մոտ կիրագործի ինչ-որ իրենց նվիրական երազանքներից մեկը համենայն դեպս մայիսի առաջին 2 շաբաթները բարենպաստ են երազանքի իրականացման համար, կուրախացնեն ձեզ նաև ձեր չափահաս երեխաների, բարենպաստ է նաև օնլայն բիզնեսի համար։ Ջրհոսների մոտ մայիսյան առաջին լիալուսին հայտնվում է 10-րդ աստղատանը, որը կապված է հասարակական սոցիալական գործունեության հետ, կարգավիճակի հետ, հասարակական պաշտոնի հետ, նոր աշխատանք, հնարավոր է նոր պաշտոն, նոր աշխատանք, նոր ինչ-որ հետաքրքիր առաջարկություն անձնական կամ գործնական ոլորտում։ Ինչ վերաբերվում է ձկներին, այս լիալուսինը ձկների 9-րդ աստղատանը, իսկ 9-րդ աստղատունը կապված է հեռավոր ճամփորդությունների հետ, կապված է արտասահմանի հետ, ընդհանրապես բոլոր հեռավոր երևույթների հետ, ամեն տեսակի հեռավոր երևույթների հետ, որոնք կան, եւ ձկների համար շատ լավ է այդ համագործակցել այդ ոլորտում, ինչ որ արտասահմանյան կազմակերպությունների հետ, արտասահմանցիների հետ, հնարավոր է ինչ-որ նաև ճամփորդություններ, նոր ինչ-որ արկածներ, հետաքրքիր արտասահմանում, այնպես որ շատ նաև պոզիտիվ լիալուսինը նաև ձկների համար, բոլոր ջրային նշանների համար այս լիալուսինը ինչ խոսք շատ արտակարգ եւ բարենպաստ է։ Երկրորդ մայիսյան կարևորագույն աստղաբանական իրադարձությունը Մերկուրի մոլորակը մայիսի 3-ին Երևանի ժամանակով 6:56 վաղ առավոտյան մուտք է գործում ցու կենդանակերպ եւ այնտեղ կմնա մինչեւ մայիսի 17-ը։ Տեսեք, մայիսի ընթացքում Մերկուրին նույնպես 2 անգամ փոխում է իր դիրքավորումը, որը նշանակում է գործընթացների արագացում, այսինքն այն բոլոր գործընթացները, որոնք ինչ-ինչ պատճառներով, թե ցու կենդանակերպի պատճառով էր, թե հետընթաց Մերկուրիի պատճառով էր, նրանք դանդաղել էին, ապա մայիսին նոր թափ են առնելու այդ բոլոր զարգացումը։ Դա կապված կլինի լոգիստիկայի հետ, ապրանքաշրջանառության հետ, դրամաշրջանառության հետ եւ ինչպես բացասական, այնպես էլ դրական առումներով այդ գործընթացները արագանալու են։ Ինչ է սպասվում խոյերին, դե խոյերը ֆինանսական ինչ-որ նոր ծրագրերով տոգորված են լինելու մայիս ամսվա ընթացքում, քանի որ նաև Մերկուրին գտնվելու է ցու կենդանակերպ, բացի արեգակից նաև Մերկուրին է գտնվում ցու կենդանակերպում, խոյերի երկրորդ աստղատանը, նոր ինչ-որ ֆինանսական ծրագրեր է հնարավոր իրագործել խոյերի դեպքում, հնարավոր է ինչ-որ պայմանագրեր գործնական ստորագրվեն կամ նոր ինչ-որ բանկային հաշիվ բացեք վերջապես կամ նոր քարտ ձեռք բերեք, նույնպես Մերկուրին կակտիվացնի այդ ֆինանսական հոսքերը։ Ինչ վերաբերվում է ցլիկներին, դե ցլիկներին դա առաջի տունն է ցուլը եւ բոլոր տեսակի դրական զարգացումներ կապված Մերկուրի հետ, նոր ծանոթություններ, նոր ինչ-որ միջավայր, նոր հետաքրքիր տեղեկատվություն, որը դուք վաղուց փնտրում եք, կգտնեք դուք արդեն մայիսի 3-ից հետո։ Մի խոսքով բավականին ակտիվ է մայիսը նաև ցլերի մոտ, շատ ակտիվ ամիս է, որտեղ Մերկուրին որտեղ հայտնվում է, նա անպայման այդ ակտիվությունը բերում է, նաև Ուրանը վերջապես հեռացավ ցու կենդանակերպից ապրիլի 26-ից հետո եւ 7 տարի շարունակ կմնա արդեն երկորյակներում։ Երկորյակների համար իդեպ Մերկուրին մուտք գործելով ցու հայտնվում է 12-րդ աստղատանը, որը գաղտնի թշնամիների տունն է, ինչ որ գաղտնիքների տուն է, հնարավոր անցյալի գաղտնիքները ի հայտ գան սիրելի երկորյակներ, նաև արտասահմանում ինչ որ զարգացումներ, անհասկանալի բարձ զարգացումներ են հնարավոր երկորյակների մոտ, փաստաթղթերի հետ կապված խառնաշփոթ արտասահմանում, տոմսեր, եթե դուք որոշել եք ճամփորդել մայիսին, հնարավոր է ինչ որ խառնաշփոթ լինի նաև մեկնելու հետ կապված, այս փաստաթղթերի հետ կապված բարդություններ, այնպես որ ուշադիր եղեք։ Ինչ վերաբերվում է խեցգետիներին, Մերկուրին մոտ գործելով ցու կենդանակերպ հայտնվում է նրանց 11-րդ աստղատանից, 11-րդ աստղատունը դա
երազանքների իրականացման, իղձերի կատարման, նաև կապված է on-line առևտրի հետ, նաև կապված է գաղափարակիցների հետ, այնպես որ սիրելի խեցգետնակներ, դուք նոր ընկերներ կունենաք կամ ընկերների կողմից աջակցություն կստանաք, կկատարվի ձեր նվիրական երազանքներից մեկը կապված շփումների հետ, նոր կոնտակտների հետ, նոր ինչ-որ տեղեկատվության հետ, որ վաղուց փնտրում էի, կապված ձեր երեխաների ուսման հետ, արդեն չափահաս երեխաների ուսման հետ, Առեսների մոտ Մերկուրին հայտնում է 10-րդ աստղատան, ինչպես նաև Արեգակը, մայիսի մինչև 21 Արեգակը նույնպես կլինի ցուլ կենդանակերպում եւ դա շատ լավ գործնական ամիս է առյուծների համար, նոր պաշտոն, նոր ինչ-որ առաջարկություններ աշխատանքի հետ կապված, հասարակական ինչ-որ կարգավիճակի հետ կապված, Մերկուրին 10-րդ տանը առհասարակ տալիս է հստակ ինչ-որ տեսլական, ինչին եք դուք, ինչպես պետք է դուք հասնեք ձեր նպատակին հատկապես սոցիալական ոլորտում։ Կույսերի համար իհարկե խիստ բարենպաստ է, մայիսը ընդհանրապես բարենպաստ ամիս է կույսերի համար, որովհետև եւ Արեգակն է ցուլ կենդանակերպում եւ Մերկուրին է լինում ցուլ կենդանակերպում, Մարսն է ցուլ կենդանակերպում, մի խոսքով շատ բարենպաստ է, 9-րդ աստղատանն է գտնվում Արեգակը Մերկուրիի հետ, որը արտասահմանի հետ կապված զարգացումներ, ավելի ակտիվ փոխհարաբերություններ արտասահմանյան կազմակերպություններ, համագործակցություն արտասահմանյան կազմակերպություններ, ինչ որ զարգացումներ արտասահմանում դրական, գաղափարախոսական ինչ որ նոր զարգացումներ, նոր ուսում, հնարավոր է նաև նոր ուսում, բարձրագույն կրթության հետ է կապված, ինչ վերաբերում է կշեռքներին 8-րդ տան է, թե Արեգակը, թե Մերկուրին, դա կապված է արդեն ֆինանսական ոլորտի հետ եւ հատկապես ձեր զուգընկերների եւ գործընկերների սելի կշեռքները նրանց հետ է կապված, նրանց եկամուտների հետ է կապված, դրական զարգացումներ են սպասվում։ Կույսը իհարկե կարիճների մոտ այնքան էլ բարենպաստ ամիս չէ, որովհետեւ դիմակայում է Արեգակը ցուլ կենդանակերպում կարիճի Արեգակին եւ նաեւ Մերկուրին է սկսում դիմակայել, ու դա խոսում է այն մասին, որ պետք է սովորել դիմացինի կարծիքը նույնպես հարգել, հաշվի առնել եւ հասկանալ, փոխըմբռնում պետք է անպայման լինի ձեր եւ ձեր գործընկերների եւ զուգընկերների հետ, այլապես բախում է տեղի ունենալու։ Սիրելի աղինավորներ 6-րդ աստղատանն է հայտնում, դե բարդ ամիս, ընդհանրապես բոլոր այդ հրեղեն նշանների համար մայիսին բարդ ամիս է եւ 6-րդ տանն է հայտնում, թե Արեգակ աղինավորների մոտ եւ թե Մերկուրին եւ այստեղ ինչ է կարևոր, այստեղ կարևոր է նոր աշխատանքային առաջարկություններ, նոր պատասխանատվություն, նաև պետք է ուշադրություն դարձնել սիրելի աղնավորներ առողջությանը մայիս ամսվա ընթացքում եւ դուք հնարավոր է բուժում գտնեք, որտեղ Մերկուրին կապեր է ապահովում, այսինքն ստեղծում է այնպիսի իրավիճակ, երբ որ դուք գտնում եք ձեր բժիշկին եւ անհրաժեշտ դեղամիջոցը։ Այդ եղջյուրներին համար բարենպաստ է մայիս ամիսը, գիտեք, եւ Արեգակն է ցուլ կենդանակերպում 5-րդ տանը եղջյուրների եւ Մերկուրին մտնում է մայիսի 3-ին 5-րդ տուն, իսկ դա նշանակում է, որ երեխաների համար բարենպաստ իրավիճակ է ստեղծում, բարենպաստ է նաեւ ստեղծագործական ինչ-որ ծրագրեր իրականացնելու համար, բիզնեսի համար, նաև հանգստի համար նույնպես լավ է։ Սիրելի այդ եղջյուրներ, սիրելի ջրհոսներ 4-րդ տանն է հայտնում եւ Արեգակը եւ Մերկուրին մայիս ամսվա ընթացքում եւ դա նշանակում է դուք պետք է կենտրոնացնեք ձեր ուշադրությունը ծնողների, ընտանիքի տան վրա, հնարավոր է տան առքուվաճառք, տան հետ կապված ինչ-որ փաստաթղթերի ձևակերպում, այնպես որ ընտանիքի տան հետ կապված բոլոր հարցերը լուծեք մինչև մայիսի 21-ը եւ ձկների մոտ 3-րդ տանն է գտնում եւ Արեգակը ցուլ կենդանակերպում եւ Մերկուրին, դա նոր կոնտակտներ, նոր շփումներ, նոր փոխհարաբերություններ ձեր քույրերի եւ եղբայրների հետ, մի խոսքով ձկների համար նույնպես բարենպաստ է մայիս ամիսը բոլոր ջրային կենդանակերպերի համար, ինչպես նաեւ հողեղենների համար բարենպաստ է եւ բարդ է օդի նշանների համար եւ կրակի նշանների համար մայիսը։
Եվ ամսի 17-ը շատ կարևոր օր է մայիսի ընթացքում, որտեվ եւ մայիսի 17-ին Երևանի ժամանակով 0:01 րոպեին տեղի կունենա մայիսյան նորալուսինը 25 աստիճան ցուրտ կենդանակերպում եւ միաժամանակ սիրելի բարեկամներ մայիսի 17-ին Մերկուրին մուտք է գործում երկորյակներ, իսկ երկորյակներում գիտեք, որ Մերկուրին իշխում է եւ թագավորում է, բացի դրանից այդ օրերը համընկնում են Ուրանի հետ միության հետ, այսինքն առաջինը Մերկուրին է միանում Ուրան մոլորակետ, որ արդեն մուտք է գործել երկորյակներ, գիտեք, որ ապրիլի 26-ից 7 տարով Ուրանը մուտք է գործել երկորյակներ եւ դա մայիսի 17-ին նրան միանալու է նաև Մերկուրին, իսկ այնուհետև մայիսի 21-ից հետո նաև Արեգակ, այսինքն այդ միությունը Մերկուրի, Ուրան, Արեգակ, Լուսինը նույնպես մայիսի 17-ից հետո կրկին կմիանա Ուրանի հետ, նու դա նշանակում է, որ շատ անկանխատեսելի զարգացումներ են հնարավոր, հատկապես ուրեմն մայիսի երկրորդ կեսին սրացումներ են հնարավոր այդ սրացումները հատկապես Իրանի հետ կապված ԱՄՆ-Իրան այդ եւ Իսրայել-ԱՄՆ-Իրան այդ հակասությունները հատկապես ապրիլի վերջին խիստ հավանական են նաեւ մայիսի 10-ին, մայիսի 28-ին եւ հունիսի վերջին ու հունիսի վերջը եւ հուլիսի սկիզբը գիտեք որ այս տարվա ամենաբարդ եւ լարված ժամանակահատվածն է լինելու, բայց դրա մասին մենք կխոսենք առանձին եւ ներկայացնեմ հունիս եւ հուլիս ամիսների կանխատեսումները։ Այստեղ այս լիալուսինը, նորալուսինը մայիսյան հատկապես կզգան այն ցուլիկները, ովքեր ծնվել են ապրիլի մայիսի 15-ից 20 ընկած ժամանակահատվածում, 20-21 ընկած ժամանակահատվածում, որովհետև այդ ժամանակ նրանք նշելու են իրենց արեգակնային վերադարձը սոլարը եւ բնականաբար նորալուսինը, երբ որ համընկնում է սոլարի հետ, նոր հնարավորություններ է բացում, նոր զարգացումներ, նոր ծանոթություններ, նոր ֆինանսական հնարավորություններ, նոր գործնական հնարավորություններ եւ այսինքն բոլոր կյանքի բնագավառներում նորացման այդ էներգիան է մուտք գործում։ Եվ այստեղ իհարկե այս նորալուսինը խիստ բարենպաստ է բնականաբար հողի նշանների համար, ինչպես ցուլերի համար, այնպես էլ ուրեմն այստեղ կույսերի համար 9-րդ տանն է հայտնում նորալուսին, այսինքն ճամփորդություններ, նոր կապեր արտասահմանում, նոր ուսում եւ այդ եղջյուրների համար նոր սեր, նոր հնարավորություն, հանգստի հնարավորություն, երեխաների համար հաջողություն, հնարավոր է հղիություն, եթե վաղուց սպասում եք, մի խոսքով հողային նշանների համար շատ բարենպաստ է ընդհանրապես մայիսը եւ Նաև բարենպաստ է ջրային նշանների համար, ինչպես խեցգետինների համար 11-րդ տանն են ընկերական միջավայրում երազանքների իրականացում, նոր հետաքրքիր ծանոթություններ ընկերական միջավայրում, բարենպաստ է օնլայն բիզնեսի համար, նաև այս նորալուսինը եւ նաև կարիճների համար, նույնպես կարիճների համար մի փոքր իհարկե բացառություն է կազմում, որտեղ 7-րդ տանն է հայտնվում, որը հնարավոր է մրցակցություն եւ հնարավոր է փոխհարաբերություններում ինչ որ խնդիրներ, այնպես որ պետք է զգուշ լինեք եւ աշխատեք գտնել այսպես եզրեր, հա, փոխ ըմբռնման եզրեր, անպայման սիրելի կարիճներ, եւ երբեմն կարիճը շատ ինքնավստահ է լինում եւ շատ այսպես իր կարծիքը առաջ բրթելով կորցնում է, ասենք վստահությունը իր զուգընկերոջ մոտ կամ իր գործընկերոջ մոտ պետք է դա դրա վրա ուշադրություն դարձնել սիրելի կարիճներ եւ ձկների մոտ իհարկե նույնպես շատ բարենպաստ է ձկների մոտ դա երրորդ աստղատանն է նոր կապեր նոր ծանոթություններ նոր շարժական գույք նոր մեքենա նոր ուսում նույնպես ձկների մոտ հնարավոր է ինչն է խնդիրը այստեղ 28 հատկապես այդ երբ 28 աստիճան ցուրտ կենդանակերպում այդ բոլորը հավաքվի, այսպես ասած, մայիսի 17-ից հետո
28 աստիճան ցուլը ես նշել եմ իբրև մարդասպանի աստիճան, այսինքն սա խոսում է այն մասին, որ այս նորալուսինը հղի է նոր ռազմական էսկալացիաներով, որովհետև այդ Մերկուրին հայտնվում է այդ նորալուսնի պահին հայտնվում է ուրեմն մարդասպանի աստիճանում, ես ինչքան հասկացա, մեկ վայրկյան, ես սա ստուգեմ, այդպես հայտնվում է, հա, Մերկուրին հայտնվում է, այո, Մերկուրին հայտնվում է այստեղ ուրեմն 28 աստիճան 28 աստիճան ցուլ նշանում, որը որ իհարկե խիստ անբարենպաստ եւ մարդասպանի աստիճան։ Ընդհանրապես այդ ամբողջական մորակների կույտ, այսինքն լուսին, արեգակ, Ուրան եւ Մերկուր եւ ցուլ եւ երկրորակներ այդ կենթանակերպերի արանքում, դա շատ կարեւոր այնտեղ աստղային կուտակում է, որը կոչվում է պլեյադներ, աստղունք հայերենով, եւ այդ պլեյադները նրանք մեծ նշանակություն ունեն ընդհանրապես մարդկության զարգացման բոլոր ասպեկտներում, ճակատագրական եւ պատմական բոլոր էցիկլերում այստեղ կատարում են շատ կարեւոր զարգացումներ, երբ որ մորակները անցնում են պլեյադներով, այնպես որ շատ իսկապես հզոր զարգացումներ են սպասվում, նաև բարդ զարգացումներ են սպասվում։ Հաջորդ կարևոր մայիսյան կարևոր օրը սիրելիներս դա մայիսի 19, այսինքն մայիսի 17-ը իմացանք, որ կարևոր օր է եւ հաջորդ կարևոր օրը կարևոր ամսաթիվը մայիսյան դա մայիսի 19-ն է, որովհետեւ երկու մորակներ միաժամանակ մայիսի 19-ին փոխում են իրենց դիրքավորումները։ Նախ Վեներան Երևանի ժամանակով 5:05 րոպեին մայիսի 19-ին մուտք է գործում Խեցգետին եւ այնտեղ կմնա մինչեւ հունիսի 13-ը։ Եվ երկրորդը դա արդեն հա խոսեցինք եւ երկրորդը Մարսն է, ես այժմ նորից կանդրադառնամ, նաեւ Մերկուրին չասեցի, նաեւ Մարսը գրեթե միաժամանակ Վեներայի հետ մայիսի 19-ին 2:25 րոպեին Մարսը մուտք է գործում ցուլ, որտեղ կմնա մինչեւ հունիսի 28-ը։ Բայց մինչ դա իհարկե անդրադառնանք նաեւ Մերկուրին, որտեղ Մերկուրին գիտեք, որ մայիսի 17-ին Երևանի ժամանակով 14:25 րոպեին մուտք կգործի երկրորակներն շատ կարևոր է, ինչու, որովհետև Մերկուրին իշխում է եւ թագավորում է երկրորակներում, այդտեղ նրա զորության գագաթնակետն է, շատ կարևոր դիրք է եւ մինչեւ հունիսի 1-ը Մերկուրին մնալու է երկրորակներում։ Նո, այսինքն բոլոր գործընթացները արագանալու են։ Մերկուրին երկրորակներում չի սիրում դանդաղություն։ Միաժամանակ մայիսի 21-ին նաեւ արեգակն է մոտ գործում երկրորակներ, այնպես որ շատ կարագանան բոլոր գործընթացները, այն ինչ որ նախկինում չէր ստացվում ձեր մոտ, շատ արագ կստացվի, դա լինի նամակներ, չէ՞ բեռների տեղափոխում, դրամաշրջանառություն, ապրանքաշրջանառություն, առևտուր, այդ ամեն իհարկե խիստ կարագանա։ Նույն իհարկե Մերկուրին այս օդային նշանում խիստ բարենպաստ է բնականաբար օդի նշանների համար, ինչպես երկվորյակների համար, այնպես էլ նաև կշերքների համար եւ ջրհոսների համար։ Երկորյակների մոտ առաջի տանն է հայտնվում նոր կապեր, նոր ծանոթություններ, նոր ծրագրեր, նոր ճամփորդություններ, նոր պայմանագրեր եւ կշերքների մոտ նաեւ նոր ճամփորդական ամիս է շատ մայիս ամիսը կշերքների համար, կապեր արտասահմանցիների հետ, ուսման հետ կապված ծրագրեր, իսկ ջրհոսների մոտ դա սիրային ոլորտն է շատ ակտիվացնելու եւ արեգակը մայիսի 21-ից հետո երկորյակներում եւ Մերկուրին երկորյակներում կնպաստի նոր ծանոթությունների, երեխաների հաջողություններին, ջրհոսների մոտ հղություն է հնարավոր, եթե վաղուց սպասում եք, բիզնես ոլորտում բարենպաստ է սիրելի ջրհոսներ նաեւ։ Ինչ վերաբերվում է հրեղեն նշաններին։
Նույնպես բարենպաստ է հրեղեն նշանների մոտ եւ խոյ նշանի համար երրորդ տանն է հայտնվում Մերկուրին մայիսի 17-ից հետո, իսկ մայիսի 21-ից հետո նաեւ Արեգակն է մոտ գործում երկորակներ, երրորդ տունը ակտիվության տուն է, նոր նախաձեռնություններ, նոր ուսում, նոր շարժական գույք, նոր ծանոթություններ։ Ինչ վերաբերվում է հաջորդ հրեղեն նշանը առույցների մոտ 11-րդ տունը երազանքների իրագործում է բերելու Մերկուրին եւ Արեգակը երկորակներում ինչ որ նոր ծրագրեր, նոր ծանոթություններ, գաղափարակիցների հետ նոր ընկերներ, նաեւ ձեզ կուրախացնեն ձեր չափահաս երեխաները, սիրելի առյուծակներ եւ միակ խնդիրը իհարկե աղիքնավորների մոտ է, որտեղ եւ Մերկուրին եւ Արեգակը մայիսի 21-ից հետո հայտնվում են 7-րդ աստղատանը աղիքնավորների մոտ, որը մրցակցություն է ստեղծում եւ հնարավոր են բախումներ ձեր գործընկերների կամ զուգընկերների հետ, այնպես որ աշխատեք գտնել այդ փոխըմբռնման եզրեր, այլ ոչ թե միանգամից այսպես ձեր ոչը ասեք կամ ինչ որ հարցակվեք, որտեղ աղիքնավորները խոսքով դաղել նույնպես սիրում են, հատկապես եթե Մարսն է աղիքնավորում եւ միջակ է իհարկե այս դիրքը հողի նշանների համար ցուլերի մոտ Մերկուրիի մուտքը երկորյակներ եւ 21-ից հետո մայիսյան Արեգակի մուտքը երկորյակներ երկրորդ աստղատունն է ակտիվացնելու նոր ֆինանսական հնարավորություններ, նոր եկամուտներ, նոր աշխատանք։ Ինչ վերաբերվում է կույսերին 10-րդ տանն է հայտնվում Մերկուրին մայիսի 17-ից հետո, իսկ մայիսի 21-ից հետո Արեգակը նույնպես հայտնվում է ձեր 10-րդ տանը, սիրելի կույսակներ եւ արդեն գործնական ոլորտում բավական ախշուժ ամիս է կույսերի համար, գործնական ոլորտում ակտիվություն, նոր աշխատանք, նոր պաշտոն, նոր հասարակական կարգավիճակ եւ այդ եղջյուրների մոտ 6-րդ տանն է հայտնվում Մերկուրին եւ Արեգակը երկորյակներում եւ դա նոր պատասխանատվություն, նոր աշխատանք, նաեւ պետք է ուշադրություն դարձնել մայիսի 17-ից հետո առողջությանը, սիրելի այդ եղջյուրներ։ Ինչ վերաբերվում է իհարկե անբարենպաստ արդեն ջրային նշանների համար մայիսի երկրորդ կեսը խեցգետինների մոտ 12-րդ տանն է հայտնվում Արեգակը եւ Մերկուրին, դա ակտիվանալու են ձեր գաղտնի թշնամիները, ինչ որ անհասկանալի երևույթներ, հատկապես արտասահմանյան ճամփորդություններում զգուշ եղեք, սիրելի խեցգետիններ, այնտեղ նաև կարիճների մոտ 8-րդ աստղատանն է հայտնվում Մերկուրին եւ Արեգակը երկորյակներում, էքստրեմալ իրավիճակներ, ֆինանսական խնդիրներ, բայց նաև ֆինանսական օգուտներ ձեր զուգընկերների եւ գործընկերների համար, սիրելի կարիճներ, ինչ վերաբերվում է ձկնիկներին, 4-րդ տանն է հայտնվում Մերկուրին եւ Արեգակը, որը կնշանակի անշարժ գույք ձեռք բերելու հնարավորություն ձկների համար լավ է, անշարժ գույք կարող է ձեռք բերեք կամ վաճառեք ձեր բնակարանը, նոր բնակարան ձեռք բերեք, տեղափոխություն այլ երկիր նույնպես հնարավոր է սկզբունքայնորեն։ Եվ ասեցինք, որ ամենակարևորագույն օրերից մեկն է նաև մայիսի 19, որովհետև բեկումնային կերպով փոխվում են էներգիաները։ Վեներան մուտք է գործում Խեցգետին, իսկ Մարսը մուտք է գործում ցուլ կենդանակերպ, որը ցուլ կենդանակերպը Մարսի թուլության նշանն է։ Վեներան մինչև հունիսի 13, ինչպես եւ ասացի, կմնա Խեցգետ։ Իհարկե սա հիանալի փառավոր դիրք է տնավորվելու համար, հանգստի համար, ընտանիքի համար, բալիկների համար Վեներան շատ այսպես գթառատ է, շատ ուշադիր է, շատ այսպես ձագերի նկատմամբ մայրաբար է վերաբերվում, այնպես որ շատ բարենպաստ դիրք է Վեներան Խեցգետին կենդանակերպում, որտեղ նա հյուրընկալվում է լուսնին այստեղ։ Եվ ինչ է նշանակում Վեներան Խեցգետնում կենդանակերպերի համար։ Իհարկե շատ բարենպաստ է ջրային նշանների համար այս դիրքը, ինչպես խեցգետինների համար, որ առաջի տանն է հայտնվում, խեցգետինները կհայտնվեն իհարկե ուշադրության կենտրոնում մայիսի 19-ից հետո, շատ հետաքրքիր նոր ծանոթություններ են հնարավոր, նոր եկամուտների աճ է հնարավոր, կարիճների համար 9-րդ տանն է հայտնվում Վեներան, որը կնշանակի ճամփորդական
ֆինանսական հաջողություն, նոր ծանոթություններ արտասահմանում, նոր կապեր, նոր գործնական հարաբերություններ, նոր ուսում։ Ինչ վերաբերվում է ձկնիկներին, ամենալավը իհարկե ձկնիկների համար է այս դիրք, որտեղ 5-րդ տանն է հայտնվում Վեներան, որը նոր սիրային արկածներ, նոր երեխաներ, նոր Վեներան դա ուժամուսնացնողն է եւ տալիս է թե սիրային հաջողություն, թե երեխաներ ունենալու հետ կապված, թե երեխաների մոտ հաջողություն է տալիս, եթե երազում եք աղջիկ երեխա ունենաք, այս շատ լավ է, դիրքը Վեներան խեցգետնում։ Լավ է նաև այս դիրքը հողեղի նշանների համար, ինչպես ցուլերի համար 3-րդ տանը նոր ծանոթություններ, նոր ճամփորդություններ, նոր մեքենա։ Կույսերի համար 11-րդ տանն է, որը նույնպես երազանքներ է իրականացնում, հաջողություններ է, անձնական ոլորտում հաջողություններ է տալիս, եւ նաև բարենպաստ է այդ եղջյուրների մոտ մի քիչ խնդրահարույց է, եթե ամուսնացած եք սիրելի այդ եղջյուրներ, զգուշացեք հայտնվելուց սիրային երանկյունու մեջ, որտեվ մրցակցություն է նշանակում Վեներան 7-րդ տանը եւ հնարավոր է նաև այդպիսի զարգացումներ։ Բայց դե իհարկե պետք է նախ վերլուծել ձեր անհատական հորոսկոպը, որպեսզի այդպիսի կանխատեսում անել, այնպես որ նաև համեցեք խորհրդատվության։ Եվ ինչ վերաբերվում է դե հրեղեն նշանների համար հասեցինք, որ անգան էլ բարենպաստ է խոյերի մոտ 4-րդ տանն է, ամենաբարենպաստը խոյերի համար է։ 4-րդ տունը դա տան, ընտանիքի, ծնողների հետ կապված հաջողություններ են, ընտանիքի ընդլայնման հետ է կապված Վեներան 4-րդ տանը, առույցների մոտ այնքան էլ բարենպաստ չէ, որովհետև հայտնվում է 12-րդ տանը, որը գաղտնի սիրային կապեր եւ գաղտնի սիրային թշնամիներ է նշանակում, աղնավորների համար նույնպես անբարենպաստ է 8-րդ տանն է հայտնվում Վեներան խեցգետնում եւ բերում է էքստրեմալ լարվածություն սիրային ոլորտում խնդիրներ, ֆինանսական ոլորտում խնդիրներ, բայց հնարավոր է հաջողություն ֆինանսական ոլորտում ձեր գործընկերների եւ զուգընկերների մոտ։ Ահա, ասեցինք նաև դա եւ ի վերջո բարենպաստ է այնուամենայնիվ նաև օդի նշանների համար Վեներան խեցգետնում բարենպաստ է, որտեղ երկորյակների մոտ 2-րդ տանն է, նշանակում է եկամուտների աճ, նոր աշխատանք, ինչ վերաբերվում է ուրեմն կշերկների մոտ լավ գործնական հաջողություններ են, նոր պաշտոն, նոր աշխատանք, իսկ ջրհոսների մոտ հիմնականում աշխատանքային ոլորտում եւ առողջական ոլորտում կլինեն հաջողություններ։ Այժմ անդրադառնանք ցուլ Մարսի մուտքին ցուլ կենդանակերպ, որը նույնպես տեղի է ունենալու մայիսի 19-ին, Երևանի ժամանակով 2:25 րոպեին Մարսը մուտք կգործի ցուլ, որտեղ նա կմնա մինչև հունիսի 28-ը։ Դե իհարկե ցուլ կենդանակերպում դա Մարսը հիմնականում բարենպաստ է հողի նշանների համար, խոյերի համար Մարսը հայտնվում է 2-րդ աստղատանը մոտ գործելով ցուլ եւ այնտեղ իհարկե կրկին ֆինանսական ինչ որ ակտիվություն է խոյերի մոտ, շատ ակտիվ ֆինանսական ամիս է, հասկանում եմ մայիսը, բայց այդ ֆինանսական ակտիվության հետ մեկտեղ պետք է հիշել սիրելի խոյեր, որ չափավոր ծախսեք, այսինքն հնարավոր է շատ մեծ եկամուտներ ստանաք, բայց միաժամանակ շատ ծախսեր անեք եւ ավելի շատ կորցնեք, այնպես որ այդ չափավորեք ձեր ծախսելու այդ ցանկությունը։ Մարսը նաև ակտիվացնում է ոչ միայն փող աշխատելու, այլ նաև փող ծախսելու մոլուցքը, այնպես որ դա հիշեք։ Ցուլերի մոտ առաջի տանն է, պետք է ցուլերը այս ամիս, այսինքն հատկապես մայիսի 19-ից մինչև հունիսի 28-ը բավական ակտիվություն ցուցաբերեն, թե ցանկանում են հասնել իրենց նպատակների իրականացմանը։ Ֆիզիկական ակտիվությունը նաև շատ կարևոր է ցուլ կենդանակերպի տակ ծնվածների համար։ Երկորյակների մոտ Մարսը հայտնվում է 12-րդ տանը մոտ գործելով ցուլ, որը անբարենպաստ է, ձեր 12-րդ տանն է լինում Մարսը, սիրելի երկորյակներ, որը կակտիվացնի գաղտնի թշնամիներին, հնարավոր է ինչ որ այդ պահարաններից դուրս գան անցյալի, մութ անցյալի այսպես ուրվականները, կմախքները, այնպես որ պետք է զգուշ լինեք։ Ինչ վերաբերում է խեցգետիներին, Մարսը մոտ գործելով ցուլ հայտնվում է նրանց 11-րդ աստղատանը, որը նշանակում է ակտիվություն անձնական ոլորտում, ընկերների հետ կապված, եթե շատ ակտիվ ճիշտ քայլեր կիրառեք սիրելի խեցգետիներ, կհասնեք ձեր
երազանքի իրականացմանը։ Առույցների մոտ գործնական հաջողություն է բերելու Մարսը ցուլ կենդանակերպում, նոր պաշտոն, նոր աշխատանք, նոր ղեկավար, տղամարդ ղեկավար հնարավոր է գա ձեզ, եթե ինչ-որ օֆիսում եք աշխատում կամ կազմակերպությունում եք աշխատում, պետական նաև կառուցվածքներում այնտեղ եւ որը ձեզ անպայման կգնահատի եւ կնկատի եւ կգնահատի։ Կույսերի մոտ 9-րդ տանն է, նոր ճամփորդություններ, նոր կապեր արտասահմանի հետ, բայց պետք է զգուշանալ նաեւ արկածներից, ինչ որ չնախատեսված անհասկանալի ինչ որ արկածներից արտասահմանում։ Կշերքների մոտ 8-րդ տանն է հայտնում, որը նույնպես կապված է ֆինանսական ոլորտի հետ, պետք է զգուշ լինել, մեծ պարտքեր եւ վարկեր չվերցնել։ Սիրելի կշերքներ, կարիճների մոտ լարված է իհարկե այս դիրքը, որովհետև հայտնվում է Մարսը մուտք գործելով ցու կենդանակերպ ձեր 7-րդ տանը, սիրելի կարիճակներ, որը նշանակում է մրցակցություն, այսինքն մշտապես մայիսի ընթացքում այդ մրցակցության աճը դուք զգալու եք անպայման եւ դա այսինքն հնարավոր է մրցակից, հնարավոր է նոր ինչ-որ գործընկեր, տղամարդ գործընկեր, որը ձեզ օգնի նաեւ նույնպես դա է, նույնպես հավանական է սիրելի առուցակներ, այնպես որ դուք մի վախեցեք այդ Մարսից, բայց ամեն դեպքում այդ ֆիզիկական ակտիվությունը, ֆինանսական ակտիվությունը շատ կարևոր է, հատկապես մայիսի 19-ից մինչև 28 հունիսի։ Աղնավորների համար 6-րդ տանն է հայտնվում Մարսը, որը նշանակում է շատ աշխատանք, այսինքն դուք ծանրաբեռնված եք լինելու աշխատանքով, բայց դա չի նշանակում, որ համապատասխանաբար դուք կվարձատրվեք։ Շատ մեծ պատասխանատվություն ստիպված կլինեք ձեր վրա վերցնել։ Նաև ուշադիր եղեք առողջության հետ կապված, սիրելի աղեղնավորներ, այս եղջյուրների համար խիստ բարենպաստ է Մարսը հայտնվելով ցու կենդանակերպում, մտնում է ձեր 5-րդ աստղատուն, սիրելի այդ եղջյուրներ, որը կապված է սիրո, երեխաների, հնարավոր է հղիություն, եթե վաղուց սպասում եք նոր սեր, անսպասելի ինչ-որ սիրահարվեք, բայց եթե արդեն հղի եք, պետք է զգուշանաք, որ հնարավոր է նաև վիժում, որտեղ Մարսը 5-րդ տանը կարող է տալ նաև վիժում, պես որ զգուշ եղեք, եթե հղի եք արդեն այդ պահի դրությամբ, երբ Մարսը մուտք է գործել ցու կենդանակերպ։ Ինչ վերաբերվում է ջրհոսներին, ջրհոսների մոտ դա 4-րդ աստղատունն է, Մարսը հայտնվում մտնելով ցու կենդանակերպ հայտնվում է 4-րդ աստղատանը, որը տալիս է ակտիվություն տանը, այսինքն հնարավոր է տանը նաև վեճեր լինեն, հնարավոր է ինչ-որ խնդիրներ առաջանան տան անդամների հետ կապված, Մարսը, քանի որ փոքր դժբախտության մոլորակ է, այդ ակտիվությունը ոչ միշտ կարող է դրական լինել, նաև բացասական, հնարավոր է տան հետ կապված ջրհոսների մոտ մայիսին հաստատ տեղաշարժն է, եթե վաճառում եք, անպայման կվաճառեք ձեր բնակարանը։ Ինչ վերաբերվում է ձկնիկներին, շատ բարենպաստ դիրք է, մայիսը բարենպաստ ամիս է ձկնիկների համար, այստեղ 3-րդ տանն է հայտնվում Մարսը եւ նոր մեքենա, նոր ծանոթություններ, նոր կապեր, հատկապես տղամարդկանց հետ փոխհարաբերություններում, եղբայրների հետ փոխհարաբերություններում, ձեր տղամարդ բարեկամների, մոտակա բարեկամների հետ փոխհարաբերություններում շատ դրական զարգացումներ են սպասվում։ Եվ ուրեմն մայիսի 21-ին, սիրելի բարեկամներ, Երևանի ժամանակով 12:24 րոպեին Արեգակը մուտք կգործի երկօրյա կենդանակերպ, որտեղ նա կմնա մինչև հունիսի 21-ը, մինչև գարնանային ամառային արևադարձի օրը, դա հունիսի 21-ն է։ Նու իհարկե շատ բարենպաստ է այս դիրքը բոլոր օդի նշանների համար, միջակ է նաև բարենպաստ է նաև հրեղեն նշանների համար եւ ինչպես եւ ասացինք արդեն ուրեմն բարենպաստ է օդի համար, բարենպաստ է հրեղեն նշանների համար բացառությամբ աղեղնավորների, բարենպաստ է նաև հողի նշանների համար, հիմնական բարենպաստ է եւ միջակ է այնքան էլ բարենպաստ չէ ջրային նշանների համար, ինչպես եւ ասացինք։ Նույն սիրելի բարեկամներ,
Մայիսի երկրորդ կեսը իհարկե արդեն լարվածությամբ աչքի կընկնի, ինչպես եւ նաեւ մայիսի սկիզբը։ Մայիսի 24-ից 30-ը Մարսը լարված քառակուսի կառաջացնի Պլուտոն մոլորակի հետ, որը գտնվում է ջրհոսի սկզբում, եւ Մարսը նույնպես ցուլ կենդանակերպի սկզբում է, գտնվելու, որը ռազմական, ռազմատենչ էներգիան անպայման կակտիվացնի եւ սրացումները շատ հավանական են, շատ լարված մորակային դիրքեր են լինելու, այդ ժամանակ նաև Մերկուրին է դիմակայելու սև լուսնին եւ Արեգակը միանալու Ուրան մորակի հետ, որը որ ռազմական շատ այսպես լարված իրավիճակ է նշանակում ողջ աշխարհում։ Եվ մայիսյան վերջին իրադարձությունը եւ շատ կարեւոր դա մայիսյան երկրորդ լիալուսինն է, որը տեղի կունենա մայիսի 31-ին Երևանի ժամանակով 12:45 րոպեին, ուրեմն 9 աստիճան աղեղնավորում գտնվելու է լուսինը եւ 9 աստիճան երկորակներում գտնվելու է արեգակը։ Ինչով է վտանգավոր այս լիալուսինը, նրանով որ արեգակն ու լուսինը այդ դիմակայությունը, որը ձևավորվում է լիալուսնի պահին, համընկնում է այսպես կոչված աղետների առանցքի հետ։ Աղետների առանցք է կոչվում, որովհետև 9 աստիճան երկորակներում գտնվում է ցլի աչքը, կարմիր ալդեբարան աստղը, իսկ 9 աստիճան աղեղնավորում, որտեղ գտնվում է լուսինը, գտնվում է Անտարեսը, որը կարիճի այդ խայթոցն է, որը նույնպես խիստ անբարենպաստ աստղ է։ Այսինքն Ալդեբարան, Անտարես այդ դիմակայությունն է աստղերի ձևավորում են այսպես կոչված աղետներին, այնպես որ մայիսի վերջը աղետաբեր կարող է լինել։ Աղետների առատությամբ աչքի կընկնի ինչ-որ հրդեհներ, օդանավերի, ուրեմն աղետներ եւ այլն, տարբեր տեսակի ջրային աղետներ, կրակի հետ կապված աղետներ, դա հատկապես մայիսի վերջին օրին եւ հատկապես այդ լիալուսնի մոտակայքում, իսկ մայիսի 31-ի մոտակայքում։ Նու իհարկե այս լիալուսինը 9 աստիճան աղեղնավորում է, հատկապես կազդի աղեղնավորների վրա, այն աղեղնավորների վրա, ովքեր ծնվել են նոյեմբերի 28-ից նոյեմբերի 6-ին կա ժամանակահատվածում եւ նաեւ բնականաբար այն երկվորյակների վրա, որոնք ծնվել են մայիսի 29-ից մինչև 1-2 ընկած ժամանակահատվածում այդ աղետների առանցքը։ Ցավալիորեն իհարկե նաև այդ ընտրությունները նույնպես այդ աղետի մեջ են ընկնում եւ որը որ նույնպես անբարենպաստ է։ Լիալուսինը, այս երկրորդ մայիսյան լիալուսինը բարենպաստ է բոլոր հրեղեն նշանների համար, խոյերի համար ճամփորդությունների հնարավորություն է բացում, նոր փոխհարաբերությունների արտասահմանցիների հետ, նոր ուսման հնարավորություններ են, բարձրագույն կրթության եւ նաեւ դասավանդման հնարավորություն է տալիս այս լիալուսինը։ Ցլերի համար լարված շրջան կլինի, 8-րդ տանն է հայտնվում լիալուսինը եւ դա նշանակում է էքստրեմալ իրավիճակներ, լարվածություն ֆինանսական ոլորտում, բայց բարենպաստ է ձեր զուգընկերների եւ գործընկերների ֆինանսական հաջողությունների համար։ Երկորակների համար նաեւ նույնպես բարդ է, որտեւ 7-րդ աստղատանն է հայտնվում այս լիալուսինը, արդեն ես ասացի, որ երկորակների համար մայիսի 29-ից մինչև հունիսի 2-ը ծնված այդ երկորակների հատկապես կզգան այս լիալուսինը, որովհետեւ նրանց մոտ այդ լիալուսինը ամբողջ տարվա ընթացքում գործելու է, այսինքն համընկնում է նրանց արեգակնային վերադարձի հետ։ Եվ 7-րդ տանը հատկապես պետք է ուշադրություն դարձնել ձեր գործընկերների եւ զուգընկերների վրա, գտնել փոխըմբռնման ծայրեր, այլապես հնարավոր է կորցնեք ձեր օժանդակությունը, օգնությունը այդ մարդկանց կողմից, ձեր շրջապատող մարդկանց կողմից։ Ինչ վերաբերում է խեցգետիներին, լարված է, 6-րդ տանն է գտնվում այս լիալուսինը, որը տալիս է նոր պատասխանատվություն, նոր աշխատանք, լարված աշխատանք եւ խնդիրներ կարող լինեն նաեւ առողջության հետ կապված։ Խեցգետիների մոտ պարզ է, որովհետեւ 1 ամիս առաջ ծննդյան օրվանից իհարկե մեր բիոդաշտը զգալիորեն թուլանում է, այնպես որ առողջական խնդիրները կրկին զգացնել կտան խեցգետիների մոտ։ Արուսների համար բարենպաստ է այս լիալուսինը, 5-րդ աստղատանն է հայտնվում լուսինը եւ տալիս է նոր սիրային արկածներ, նոր
երեխաներ, հնարավոր է հղիություն, հնարավոր է բիզնեսում հաջողություններ, հանգստի եւ ճամփորդությունների համար նույնպես բարենպաստ է։ Կույսերի համար նույնպես միջակ է, 4-րդ տանն է հայտնվում լիալուսինը, որը կապված է անշարժ գույքի հետ, այդ գործընթացները արքուվաճառքի հնարավոր է տեղի ունենան ծնողների հետ, ընդհանրապես ընտանիքի հետ եւ ձեր գտնվելու վայրի հետ, որտեղ եք դուք ցանկանում ապրել, ձեր հայրենիքում, թե ձեր հայրենիքից դուրս, սիրելի կույսակներ, ահա սրա մասին պետք է լրջագույնս մտածեք։ Ինչ վերաբերվում է կշերքներին, կշերքների մոտ 3-րդ տանն է հայտնվում լիալուսինը, որը կապված է նոր շփումներ, նոր կոնտակտներ, նոր ծանոթություններ, նոր ուսում, նոր շարժական գույք, ընդհանուր առմամբ բարենպաստ է։ Բարենպաստ է այս լիալուսինը նաև կարիճների համար, որտեղ հայտնվում է նրանց 2-րդ աստղատանը, որը նոր ֆինանսական հոսքեր է խոստանում, ֆինանսավորման աղբյուրներ է խոստանում, մի խոսքով եկամուտների աճ կունենան կարիճները։ Աղեղնավորների մոտ իհարկե առաջին աստղատան ամենամեծ ազդեցությունը այս լիալուսինը աղեղնավորների վրա է ունենալու բոլոր կյանքի ոլորտներում կազդի այս լիալուսինը։ Եվ ինչպես անձնական, այնպես էլ գործնական։ Ինչ վերաբերվում է այդ եղջյուրներին, լարված է, որովհետև 12-րդ տանն է հայտնվում լիալուսինը, եւ դա կբերի գաղտնի թշնամիների ակտիվության, ինչ որ արկածներ արտասահմանում, եթե փաստաթղթերի հետ կապված բարդություններ եւ այլն։ Ինչ վերաբերվում է ջրհոսներին, 11-րդ տանն է հայտնվում լիալուսինը, որը բարենպաստ է, կստանաք ձեր ընկերների կողմից օժանդակություն, ձեր երազանքների կատարածում, նաև կուրախացնեն ձեր չափահաս երեխաները։ Ձկնակների մոտ եւս բարենպաստ, ընդհանուր առմամբ պետք է ասել, որ մայիսը շատ բարենպաստ ամիս է ձկների համար, 10-րդ տանն է հայտնվում այս մայիսյան 2-րդ լիալուսինը, որը խոստանում է նոր պաշտոն, նոր աշխատանք, նոր ղեկավար կարող է հայտնվել, որը ձեզ անպայման կնկատի, նոր գործնական կամ անձնական բնույթի առաջարկություն։ Այնպես որ շատ այսպես հետաքրքիր ամիս է մեզ մոտ մայիսը, 2 լուսիններով, որը բավական շատ էներգետիկ, շատ ակտիվ, Մերկուրին 2 անգամ փոխելու է իր դիրքավորումները, որը նույնպես նշանակում է իրադարձությունների ակտիվացում, աշխուժ ամիս է, եղեք ակտիվ եւ անպայման կհասնեք ձեր նպատակների իրագործմանը։ Այսքանը, սիրելի բարեկամներ, այն մասին, թե ինչ է մեզ սպասվում մայիս ամսվա ընթացքում, անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի իմ YouTube-յան ալիքին, կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում, նաև հետևեք ինձ Facebook-ում, երկրորդ YouTube-յան ալիքով Աստրոմագիա եւ Թալիսմաններ, իմ երկրորդ մոգական ալիք, որտեղ գրեթե ամեն շաբաթ լույս են տեսնում նոր արարողակարգեր եւ հմայախոսություններ, նաև հետևեք ինձ Instagram-ում, TikTok-ում եւ Telegram-ում։ Ահա այսքանը, ստեսություն, կհանդիպենք։